Մեկնարկելու է ազգային ժողովի նոր նստաշրջանը։ Ինչ ակնկալիքներ ունեք նոր ազգային ժողովից։ Սպասում ենք, որ արդյունավետ աշխատանք լինի։ Հա, ակնկալիքներ ունեք։ Հա, ընդամենը։ Իսկ ընտրությունները լավ անցան։ Ըստ ինձ այո։ Ոչինչ չունենք, ոչ հույս ունենք, ոչ կարգին բույս ունենք։ Բայց լիքը կույս ունենք։ Ես իմ ցանկությունը կարող եմ ասել, որ բոլոր հայերը, որ կլինեն այնտեղ, բիանան, մի բրուցք դառնալ, բոլորը տաղանդավոր մարդիկ են, գրագետ են, թող միանան հասկանան իրանց ուժը, ոնց չարենցն ասի, իրանց հավաքական ուժի մեջ է։ Միացեք ու այս հանրապետությունը կարգավորեք, որ լինի, կայանա, վերջապես գոնե այս մի քիչյան, այս մի բուրը լինի, ուղղակի խնդրում եմ իրանց, բոլորի խնդրում եմ, մի քիչ գիտակցություն, գիտեմ, որ իրանց էլ է դժվար, ամեն մեկը պրոբլեմ ունի, ամեն մեկը իր կամքով չի անում, բայց բոլոր դեպքերում վերջապես պետք է իրանց հայկական ուժը ցույց տան, որ մենք ենք, Սասունցի Դավիթն ենք։ Ինչ ունեցել ենք միջև հիմա նույնն ամսա, ոչինչ չենք սպասում։ Այսօր նոր կազմա։ Կազմով չի, տեղից է։ Տեղից է։ Չէ, դե ազգային ժողովը ես ինչքան հասկացա, մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց, որ պիտի օգոստոսի 2-ին մանդատները վերցնեն, գան նստեն 9-րդ նստաշրջանին։ Դե հիմա կգան չեն գալ, այդ օրը կերևա։ Մի հատ էլ այսօր կարդացի հեռախոսի մեջ, որ Էշմիածինի կաթողիկոսը իրան չեն կանչել 9-րդ համագումարին։ Թե հիմա ոնց կլինի, ինչ կլինի, դա տեսնանք էլի ոնց կլինի։ Պիտի որ լավ լինի, պիտի հավատաս։ Անհավատ չենք էլի, հավատում ենք ամեն ինչին, դրանով էլ ապրում ենք էլի։ Դրական է գնահատում որ կաթողիկոսին սովորաբար միշտ բացում էինք ներ անում այս անգամ։ Դե քանի որ այդ եկեղեցական բանից ես գաղափար չունեմ, ասենք հավատացել եմ, բայց ինչ որ նրանց մեջ խնդրեմ կա, ինչ կա որ իրանք մկոպիտ ասեմ, կաթողիկոսը պիտի չամուսնանա, պիտի երեխա չունենա։ Եթե ճիշտ է, օրենքն է դա, պիտի ձևի լինի։ Եթե պիտի ամուսնանա երեխա ունենա, այդ ունենա։ Դա հնուց է գալիս։ Հնուց որ հավատացյալները, եկեղեցու աշակերտները չպիտի ամուսնանան։ Դե թե եկել է հնուց պիտի Աստված ինքը որդի ունի։ Ես դրա համար չեմ պատասխանում, քանի որ մենք այն ժամանակվանից այդ բանը ընդունել ենք, որ պիտի չամուսնանա, ու տես մինչև այսօր եկել է։ Դրանից հետո ինչ անելու չեմ կարող պատասխանել։ Մակների ժողովն է դե, Как раз իրաց մասին։ Մակների ժողովն է, ուրիշ ոչ բան չեմ տանել ես։ Որտեվ օպոզիցիա չկա, որ նորմալ օպոզիցիաներ համագործակցություն կներ, բան կներ, իսկ սեղ մակների ժողովն է, Ակնկալիք չունի։ Չէ, ակնկալիք ես իզդից ունեմ, որ խոսքի ով է վարչապետը կամ ով է պրեզիդենտը, որ գա իմ կյանքը փոխի։ Ես իմ կյանքի տերն եմ, ով էլ լինի, մենք ենք, մեր գործը անում ենք։ Երջանիկ այն ժողովուրդը, որ իր վարչապետի անունը կամ ազգանունը կես ժամ կհիշ։ Չէ, как раз կախված է երկրի միջազգային դրությունից։ Եթե միջազգային դրությունը ճիշտ գործի, մեր դրությունն էլ կլավանա, բայց հույս ունեմ ես։ Այսինքն Թազա Փաշինյանն ընտրելու, ես միայն կողմ եմ։ Հատկապես որ Նիկոլ Փաշինյանը ուզում է դիմի Եվրոխորհուրդ, ճիշտ անում, որտեղ Ռուսաստանը մեզ տեր չկայնեց։ Սա 15 թվականից ցեղասպանությունի ժամանակաշրջանից մինչև այսօր, նույնիսկ Ղարաբաղը տանել տվել Սուրկին, եւ որ Ռուսը Ադրբեջանին զենք էր վաճառում, նա շատ լավ իմանում էր, որ այդ զենքը չի տանելու թանգարանում դնի դիզողական կարգով, այլ խփելու է մեզ, եւ խփեց։ Հետո ռուս սահմանապահների ներկայությամբ նրանց աչքի առաջ թե Ռուբեն Վարդանյանին, թե բոլորին էլ, եւ մեր քաղաքացիներին, եւ մեր սալդատներին, բոլորին էլ գերի էին վերցնում տանում, մի հատ չէին ասում, ախր իրավունք չունեք տանելու,
Բա դու այս սվոլիչնի գազայդի արիմի ասամ, մեխի գլուխ ես եկե Ռուսաստանից կանգնետ է, թե մուվտավ պրոդուկտ ես պչացում, մսերք ես պչացում։ Այդ ամբողջ պրոբլեմը, որ մենք ծուժվեցինք։ Չգիտեմ, Աստվածանի հաջող լինի ընդդիմության հետ լավ օրենքներ ընդունեն, հույս ունենք, վատ բան չլինի էլի, առանց հետ էլ լավ բանը շատ քիչ է, լավ բան ենք սպասում։ Ոչ մի դրական, մոտավորապես պատկերացնում եմ։